Մեծ Բրիտանիայի բարձրագույն վերաքննիչ դատարանի գաղտնի խորհրդի դատական կոմիտեն հրապարակել է Բիձինա Իվանիշվիլիի և շվեյցարական Credit Suisse բանկի գործով իր վերջնական վճիռը։ Վճիռում դատարանը միաձայն մերժել է Credit Suisse դուստր ընկերության CS Life-ի կողմից Բիձինա Իվանիշվիլիի դեմ ներկայացված հայցը բացառությամբ վնասի գնահատման սկզբման ճշգրիտ ամսաթվի։ Դատարանը նաև մերժել է հակաընդդեմ վերաքննիչ բողոքը։ Այսպիսով դատարանը ուժի մեջ է թողել շվեյցարական բանկին Բիձինա Իվանիշվիլիին վնասի փոխհատուցում վճարելու պարտավորեցնող նախորդ որոշումները։ Ինչպես և սպասվում էր Բերմուդյան կղզիներում, Բիձինա Իվանիշվիլիի և համաշխարհային բանկային համակարգի երբնեմնի առաջատար Credit Suisse-ի միջև սկսված դատական վեճը ավարտվեց Բիձինա Իվանիշվիլիի անվերապահ լիակատար հաղթանակով։ Դատարանը ոչ միայն ուժի մեջ թողեց նախորդ երկու ատյանների որոշումները, այլև ավելի խստացրեց դրանք Credit Suisse-ի նկատմամբ և այն հայտարարեց ֆինանսական և բարոյական նորմերի և բոլոր տեսակի սկզբունքների խախտող բարեխիղճ հաճախորդի ավազակային կողոպուտի գործում։ Այս մասին սոցիալական ցանցում գրառել է Բիձինա Իվանիշվիլիի փաստաբանը։ Նրա խոսքով ոչ ոք չէր կասկածում, որ Բիձինա Իվանիշվիլին կհաղթի, սակայն ըստ փաստաբանի այս դեպքում գլխավորը ոչ թե լոնդոնյան դատարանի որոշումն է, այլ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ կիրառվող անարդար ճշտումն ու շանտաժը։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի Հռոմ կատարած այցը ավարտվեց Հռոմի պապի հետ հանդիպմամբ։ Քննարկման շրջանակներում նրանք խոսեցին երկրների միջև ընդհանուր շահերի, կրոնական համատեքստի, մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների և ընթացիկ իրադարձությունների մասին։ Հանդիպումը պատկերող լուսանկարչական նյութերը սոցիալական ցանցում տարածել է Սուրբ Աթոռի ներկայացուցիչը։ Վրաստանը առաջիկա 6 ամիսների ընթացքում կգլխավորի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը։ Շալվա Պապուաշվիլին ելույթ է ունեցել միջոցառման ներկաների առջև և կենտրոնացել առաջնահերթությունների վրա։ Մեծ պատիվ է այսօր դիմել ձեզ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 66-րդ գլխավոր վեհաժողովում։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզանից յուրաքանչյուրին այսօրվա հանդիպմանը մասնակցելու համար, որը ցույց է տալիս ձեր նվիրվածությունը տարածաշրջանային համագործակցությանը, երկխոսությանը և կայուն զարգացմանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ Ինչպես նշել է Պապուաշվիլին, վերջին մի քանի տարիները ամենադժվարն էին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի համար։ Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում և հետագա զարգացումները Սևծովյան տարածաշրջանում լուրջ ազդեցություն են ունեցել կազմակերպության գործունեության վրա, նշել է Պապուաշվիլին։ Ընտրական օրենսգրքի քննարկումը շարունակվում է։ Իրավական հարցերի հանձնաժողովը առաջին ընթերցմամբ աջակցել է փոփոխություններին։ Նախագիծը ներկայացրել է ընթացակարգային հարցերի հանձնաժողովի նախագահը։ Դավիթ Մաթիաշվիլին ուշադրության է հրավիրել էմիգրանտների քվեարկության կանոնների փոփոխության վրա և ասել, որ դա ենթադրություն է, որ Վրաստանի սահմաններից դուրս ապրող մարդկանց սահմանափակվում են ընտրություններին քվեարկել։ Այս որոշման նպատակն է կանխել արտաքին միջամտությունը և ընտրությունների վրա ազդելու փորձերը։ Վրաստանի խորհրդարանի նախագահն արձագանքել է ԱՄՆ-ի խաղաղության ծրագրին և հայտարարել, որ որոշ եվրոպական քաղաքական խմբեր անմիջականորեն շահագրգռված են Ռուսաստան-Ուկրաինա պատերազմով։ Նրա խոսքով, եթե նախկինում խոսում էին միայն, որ Ուկրաինան պետք է համաձայնի ցանկացած խաղաղության համաձայնագրի, ապա հիմա կարծես դրան ավելացել է նաև Եվրոպան, ինչը մտածելու տեղիք է տալիս։ Պապուաշվիլիի խոսքով 2022 թվականին արտաքին և ներքին ուժերի կողմից փորձ է եղել Վրաստանը ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ։ Տարբեր քաղաքական խմբեր արձագանքում են Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ավարտի նոր խաղաղության ծրագրին։ Ուկրաինական լրատվամիջոցներն հրապարակում են ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպման նոր մանրամասները։ Թեման խաղաղության ծրագիրն է։ Ժնևում պատվիրակություններին հաջողվել է համաձայնության գալ ԱՄՆ-ի ծրագրի դրույթների մեծ մասի շուրջ և ուղղել
վիճահարույց կետերի զգալի մասը։ Դրանց թվում են Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակի, Զապորոժիայի ատոմակայանի, բանտարկյալների փոխանակման եւ դատապարտյալների վերադարձի ձևաչափի հարցը։ Պատվիրակությունները համաձայնել են բաց թողնել տարածքներին եւ Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցության հնարավորությանը վերաբերող դրույթները։ Այս դրույթները պետք է քննարկվեն եւ համաձայնեցվեն նախագահների Զելենսկու եւ Թրամփի մակարդակով։ Նրանց հանդիպումը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, չնայած կոնկրետ ամսաթիվը դեռևս անորոշ է։ Խարկովի վրա Ռուսաստանի կողմից եւս մեկ հարձակում, 4 զոհ, 13 վիրավոր։ Քաղաքի 6 վայրերում 15 հարված է հասցվել, անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։ Մեծածավալ հարձակումը վնասել է Խարկովի էներգետիկի ենթակառուցվածքներ եւ ջեռուցման ցանց։ Իզմայիլի շրջանում եւ Օդեսայի մարզի Իզմայիլ քաղաքում տեղի են ունեցել նաեւ մի շարք պայթյուններ։ Անօդաչու թռչող սարքերի պատճառով տարածաշրջանում հայտարարվել է օդային տագնապ։ Վրաստանի ներքին գործերի նախարարության եւ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության միջև ստորագրվել է միջգերատեսչական միջազգային համաձայնագիր։ Նպատակն է կարգավորել երկկողմ պարտավորությունները։ Թուրքիան երկրորդ երկիրն է, որը պատրաստակամություն է հայտնել ՆԱՏՕ-ի գործողության շրջանակներում իր ռազմածովային նավերի վրա տեղակայել Վրաստանի սահմանային ոստիկանության ափամերձ պահպանության մարտավարական ստորաբաժանում։ Այս որոշման հիման վրա Վրաստանը լիազորված է եղել աջակցություն ցուցաբերել դաշինքին ծովային անվտանգության ոլորտում։ Ինչն է առաջացրել Քվիշեթի Կոբի թունելի սողանքը, հետաքննությունը շարունակում է։ Միջադեպի հետևանքով 4 մարդ է զոհվել, մեկը տեղափոխվել հիվանդանոց։ Նրա վիճակը ներկայումս կայուն է։ Սողանքը փլուզել է Ցկերես գյուղի մոտակայքում շինարարության ժամանակ 3 երեկոյան։ Ողբերգության պատճառները ներկայումս անհայտ են։ Համապատասխան մարմինները արդեն հարցաքննել են շինարարական ընկերության ներկայացուցիչներին։